Հայկական աշխարհի ամենաերաժշտական նախագծի լսումները շարունակվում են։ Հայտ լրացրած հարյուրավոր մասնակիցներից միայն 12-ը կկարողանան անցնել եզրափակիչ փուլ։ Թե որ 12-ը կորոշեն ժյուրիի 4 անդամները։ Մեր լսումները շարունակում են սիրելի հեռուստադիտողներ, իսկ դա նշանակում է, որ մենք կրկին այստեղ ենք, կրկին եկել ենք ձեզ ուրախացնելու, հետաքրքիր նոր տաղանդներ փնտրելու եւ ձեզ հրամցնելու։ Մի խոսքով ամեն ինչ դեռ առջևում է։ Կարեն Պետրոսյանը 16 տարեկան է։ Կարենը ավելի քան վստահ է, որ առաջին փուլը կհաղթահարի։ Եկել եմ Գյումրիից, սովորում եմ Գյումրու Կարամուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի 2-րդ կուրսում, վոկալ բաժնում։ Իր հասակակիցների համեմատ նա շատ նախասիրություններ ունի։ Երգում է, տրոմբոն եւ դաշնամուր է նվագում, իդեպ հիանալի ստեղծագործում եւ ասմունքում է։ Լեզու առեք, քաղցրու, ճարտար, զրնգացրեք երկաթաձայն, եղեք հպարտ, եղեք անպարտ, ձեր երթի մեջ հայապահպան, ծնվելն հեշտ է արևի տակ, ճիշտ ապրելն է հաճախ դժվար, ու եթե ճիշտ ապրեք կյանքում, չեք ժանգոտվի դուք դարեդար։ Բարև ձեզ։ Բարև, մի վարքյան գտնեմ քեզ, Կարեն Պետրոսյան։ Այո։ Դու ես։ Գնում ես ստադիոն կար։ Ստադիոն չա գալի։ Կարեն, Ես եմ։ Լենինականի Կարենն ես։ Այո։ Ոյ ազիզ ջան։ Անցած տարվա։ Վայ, մեծանում ա, դες է։ Բայց լավ է մեծացել։ Լավ նայ, գիտես։ Կարեն ջան, դու անցյալ անգամ քեզ ասացինք, որ փոքրիկ ես։ Հա, 15 տարեկան է դա Հիմա ժամանակ։ արդեն 16 ես։ Կաս։ Այո։ Կարեն ջան, ինչ ես երգելու մեզ։ Լեյլա Սարբեկյանի միասնության շուշպար երգը։ Արագացը երկնիցի չավ ծիրոցով, բարիր երկիր, բարի հող, ծիրանագույն ծիծաղներից սարտնիթող, ամեն հայի սրտում մի շող հոգեթող, ծիրանագույն ծիծաղներից սարտնիթող, ամեն հայի սրտում մի շող հոգեթող։ Ներկայացեք։ Պետրոսյան Մարիամ, Կարենի քույրիկն եմ։ Կարենը Գյումրիում ես հիշում եմ չացավ նախընտրական փուլը։ Տարիքը փոքր էր, դրա պատճառով։ Բայց հիմա եկել է ու ուզում է հեյ, հա։ Այո։ Միասնության շուրջ բարձրացնենք վիճակամ, լինենք ընկեր, լինենք եղբայր բարեկամ, արագացի լանջերին ծովծովանանք, դառնանք բարի, դառնանք զորե, ուշ դառնանք, արագացի լանջերին ծովծովանանք, դառնանք բարի, դառնանք զորե, ուշ դառնանք, ձեր Լավ։ Ապրես։ Ես դու այսօր հատուկ ներկայացար առանց մինուսի։ Մյուս փուլին անպայման մինուսով ես կպատրաստվեմ։ Չէ, սենց ավելի բարդ է, ես քեզ ասեմ։ Քանի որ առաջի անգամն է, Ինձ թվում է երկրից հետո ոչ մեկ ոչ մի բան չի հասկանում։ որ ավելի մոտիկից ճանաչեք իմ տվյալները ձայնային։ Այդ աչքով ես տալանը, աչքով սենց ում ես անում։ Ում։ Չգիտեմ, հարցնում եմ, մեզանից ում ես անում սենց խոսալությունը, թե բոլորի։ Միգուց։ Բոլորին անելու համար 4 աչք պետք է ունենաս։ Լավ, եկեք անցնենք մեր վճիրներին, կամ բան ունենք ասելու։ Չէ, շատ լավ էր, ապրես։ Շնորհակալություն։ Հիշում էի Կարենին անցած անգամվանից։ Եվ Գիսանեն հիշելով Կարենին ասում է. Այո։ Շնորհակալություն։ Այո։ Շատ շնորհակալություն։ Եվ հիմա քո շնորհակալությունները կվերջանան, որտեվ ես ասում եմ այո։ Իրոք վերջացավ։ Ես չհասկացա ինչը վերջացավ, բայց ձեն չկարողացավ անել։ Այո։ Շնորհակալություն ձեզ սիրելի ժյուրի, մյուս անգամ ձեզ կզարմացնեմ ֆանագրամա մինուս տեսակետով։
Okay. Հաջողություն ձեզ։ Հասար քոնին մի խոսքով, դու անցյալ տարի եկար, մասնակցեցիր, քեզ ասեցին, չէ դու դուրսը երկեցիր, ես հիշում եմ, գնում էր ավտոբուսը, դու հետևից երգում էիր, վերցրեք ինձ, վերցրեք ինձ, բայց այս տարի հասար քո նպատակ։ Չվերցնեմ ես, չվերցնեմ կպցնեմ ստեղ։ Ոչ, Անցել եմ։ շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Ես մեր ժյուրիներից շատ գոհ եմ, քանի որ նրանք ճիշտ գնահատականներ ասեցին, գնահատեցին ճիշտ արժանագույնին, արժանի ձևով։